Սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզը աղոթքի մասին ըստ այն խոսքի, թե երկու մարդ ելան տաճար աղոթելու, մեկը փարիսեցի, իսկ մյուսը մաքսավոր։ Ղուկասի ավետարան 18-րդ գլուխ 10-րդ համարից, որ պատշաճում է մեծ պահքի 5-րդ կիրակին։ Պետք է իմանալ, որ աղոթքի ժամերը, որոնք կարգված են մեզ համար, նոր բան չեն, այլ դեռ հնում էին պատրաստված և օրենքով հաստատված, ինչպես ասվում է, օրը 7 անգամ քեզ պիտի օրհնեմ, Սաղմոս 118, 164 համար։ Եվ դարձյալ, ես Աստծուն կանչեցի, և նա լսեց ինձ երեկոյան, առավոտյան և ցերեկվա ժամին, Սաղմոս 54, 18 համար։ Առավել ևս, առաքյալները սահմանեցին եկեղեցու կարգերը, որոնց մեջ չպետք է ձուլանանք այդ ժամերին։ Տերն էլ ասում է. ամեն ժամ աղոթք արեք։ Ղուկասի ավետարան 21-րդ գլուխ 36 համար։ Քանի որ չենք կարող ամեն ժամ աղոթել, որովհետև զբաղված ենք մարմնական գործերով, ապա պետք է սահմանված ժամանակին պատրաստ լինենք աղոթքի, և եթե մաքսավորը արժանի էր հնում աղոթելու, ապա առավել ևս մենք, որ արդարանում ենք Քրիստոսի շնորհով։ Այս օրինակը նա ասաց նրանց համար, ովքեր հպարտացել էին և իրենց արդար էին համարում, իսկ ուրիշներին մեղավոր։ Նա ասում է. երկու մարդ տաճար ելան աղոթելու։ Նրանք տաճարում էին աղոթում, նախ, որովհետև այն աղոթքի վայրն էր, ինչպես ասված է. իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի, Մատթեոսի ավետարան 21-րդ գլուխ 13 համար։ Երկրորդ, որովհետև այնտեղ էին մատուցվում բոլոր ընծաներն ու զոհերը, և այնտեղ էին նաև աղոթքները մատուցվում։ Երրորդ, Աստված Սողոմոնին ասաց. այնտեղ են իմ աչքերը, ականջները և սիրտը, որպեսզի տեսնեմ աղոթողներին, լսեմ նրանց աղոթքները և կատարեմ նրանց խնդրանքները, Երրորդ Թագավորությանց գիրք 9-րդ գլուխ 3-րդ համար։ Դրա համար էլ այնտեղ էին գնում աղոթելու։ Չորրորդ, դա օրինակ է մեզ համար, որ մենք էլ պետք է եկեղեցի գնանք և այնտեղ աղոթենք, թեև Աստված ամեն տեղ է։ Ով ցանկանում է Աստծուն դեմ առ դեմ տեսնել, նրա հետ խոսել, թող եկեղեցում աղոթի, ինչպես թագավորին տեսնում ենք նրա արքունիքում, թեև ամբողջ երկիրը նրանն է։ Այդ պատճառով էլ ասում է. երկու մարդ ելան տաճար աղոթելու։ Եվ աղոթքի մասին այստեղ պետք է 4 բան իմանալ։ Առաջին, ինչ օգնություն է տալիս աղոթքը։ Երկրորդ, ինչ բանից պետք է զգուշանանք աղոթքի ժամանակ։ Երրորդ, փարիսեցու չար աղոթքի և մաքսավորի բարի աղոթքի մասին, և չորրորդ, աղոթքի ձևի մասին։ Տեսնենք առաջինը, թե ինչպես կամ ինչ է աղոթքի օգնությունը, ինչպես նաև մենք պատրաստակամ կամքով աղոթենք։ Եվ ասում ենք, որպեսզի նաև մենք պատրաստակամ կամքով աղոթենք։ Եվ ասում ենք, թե մեծ է աղոթքի զորությունը, բայց մենք փոքր-ինչ 10 գլխով բացատրենք։ Առաջինը, աղոթքը խոսք է Աստծո հետ, և սա մեծություն է, որովհետև եթե ընթերցում ենք, Աստված է մեզ հետ խոսում, իսկ եթե աղոթում ենք, մենք ենք Աստծո հետ խոսում։ Եվ երբ երկրավոր թագավորի հետ ենք խոսում, փառք ու պատիվ է մեզ համար, ապա որքան առավել, երբ Աստծու հետ ենք խոսում։ Ապա եթե թագավորների առաջ ահով և մտքով և կարգով ենք խոսում, որպեսզի չանարգվենք, առավել ևս աղոթքում ահով և իմաստությամբ և կարգով ենք խոսում Աստծո հետ։
Երկրորդ, աղոթքով մենք մտքով Աստծո հետ ենք լինում եւ Աստված մեր մեջ է բնակվում ըստ այն խոսքի ես եւ հայրը նրա մոտ կգանք Հովաննու ավետարան 14-րդ գլուխ 22 համար։ Եվ Սուրբ Հոգին կանխավ բնակվում է աղոթողի հոգու մեջ եւ բարեխոս է լինում նրա համար անբարբար հեծություններով։ Երրորդ, աղոթքով Սատանան հալածվում է, ինչպես խավարը լույսից, եւ այն ժամանակ նրա բոլոր որոգայթներն ու փորձությունները կորչում են, ինչպես Տերն է ասում, այս չարը դուրս է գալիս աղոթքով եւ պահքով։ Մարկոսի ավետարան 9-րդ գլուխ 28 համար։ Չորրորդ, աղոթելիս Աստվածազգյաց ենք դառնում եւ հրեշտակներին հավասար, երբ աղոթում ենք եւ մտքով դեպի Աստված ենք բարձրանում։ Հինգերորդ, բոլոր մեր գործերը աղոթքով հաջողվում են եւ կատարվում, որովհետեւ ամեն գործի մեջ մարդը կարիք ունի օգնականի, եւ երբ աղոթում ենք, Աստված օգնական է լինում մեզ, թե վաստակի, թե ձեռագործի եւ թե ճանապարհի եւ այլ գործերի մեջ։ Իսկ եթե չաղոթենք, Սատանան հակառակվում եւ խանգարում է մեր բոլոր գործերը։ 6. Աղոթքը զորություն է հոգու եւ մարմնի համար, ինչպես հենարանը հաստատում է տունը եւ հեռացնում է թուլությունը, նույնպես աղոթքով Հոբը կրկին զորացավ եւ առողջացավ իր թուլությունից։ Եվ նաեւ տան շինություն, ինչպես Հոբի տունը, աղոթքի պատճառով կրկին շինվեց ավելի, քան առաջ էր։ 7. Աղոթքը հաղթում է պատերազմը, ինչպես Մովսեսը աղոթքով ամաղեկին, եւ Դավիթը այլազգի Գողիաթին, եւ Հոբը թշնամի Սատանային։ Այսպես էլ մենք հաղթում ենք աղոթքով, թե հոգևոր եւ թե մարմնական լինի պատերազմը։ 8. Աղոթքը մխիթարություն է սրտին, եւ տրտմությունը հեռացնում է, հոգին թեթևացնում է, մեղքերը մաքրում է եւ միտքը պահում ու լուսավորում, ինչպես ասում է Դավիթը. «Ինչու ես տրտում հոգի իմ, հուսա Աստծուն, խոստովանիր նրան, նա է քո երեսի փրկիչ Աստվածը»։ Սաղմոս 42, 5-րդ համար։ 9. Աղոթքով խաղաղությամբ ննջում ենք եւ համարձակությամբ արթնանում, կյանքում հույսով ենք եւ մահից հետո դեպի Աստված ենք մտնում։ Դա ասում է Դավիթը. խաղաղությամբ այս եւ այն ժամանակ պիտի ննջենք։ Սաղմոս 4, 9-րդ համար, այսինքն աղոթքով։ 10. Աղոթքը գոհություն է եւ երախտիկի մատուցում Աստծուն այն բանի համար, որ նա արեց մեզ համար, թե անցյալում, որ աշխարհը ստեղծեց մեզ համար, երկինքը եւ երկիրը, ծովը եւ ցամաքը եւ այլ բաներ, թե ներկայում, որ բոլոր բարիքները մեզ է տվել, լույս, կյանք, խաղաղություն, առողջություն, հոգի, մարմին, շունչ, խոսք, միտք եւ այլն, ինչպես ասում է առաքյալը, նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք։ Գործք Առաքելոց 17-րդ գլուխ 28 համար։ Եվ ապագայում խոստացել է խարություն, արքայություն, անմահություն, հրեշտակներին հավասարություն, մեծություն եւ փառք, որ աչքը չի տեսել, ականջը չի լսել եւ մարդու սիրտը չի ընկել, որ Աստված պատրաստել է իր սիրելիների համար։ Եվ եթե ամբողջ մեր կյանքում անդադար բերանով աղոթքներում եւ գոհություններում լինենք, ներկայինը չենք կարող հատուցել այն ամենի համար, թե այն ամենի համար ինչ ունենք, թող թե անցյալը կամ ապագան, բայց մենք ոչ բոլոր օրերը, այլ նույնիսկ մի կտոր մասը չենք կարող աղոթել, եթե գնում ենք աղոթատեղի, ինչպես պարտք մատուցելու, դժվարությամբ եւ ակամա ենք գնում, նույնիսկ չգիտենք ինչպես լավ աղոթել, ինչպես հաճելի է Աստծուն կամ մարդկանց հաճոյանալու համար կամ ծուլությամբ, եւ շատերը ընդհանրապես չեն աղոթում, այլ աշխարհի սիրով զբաղված են, ոմանք առևտրով, մյուսները ձեռագործով, ճանապարհներով, այլ ունային կյանքով։
Եվ մոռանում են ճշմարիտ բարիքը, որ Աստված տվել է մեզ, որովհետև աղոթքն է ճշմարիտ բարիքը և ճշմարիտ գործն ու խոսքը, որ հոգու և մարմնի համար է այն ժամանակում և հանդերձյալում։ Դրա համար էլ ասում է երկու մարդ ելան տաճար աղոթելու։ Սա առաջին գլուխն էր։ Երկրորդ, թե ինչ բանից պետք է զգուշանանք աղոթքի վայրում։ Պետք է իմանալ, որ 10 բանից պետք է զգուշանալ աղոթքի վայրում։ Առաջին, չպետք է աղոթքի վայրում զրույց անել, որովհետև նա, ով զրույց է անում, սատանայի հետ է խոսակից, որովհետև այնտեղ մեր խոսակիցը հենց Աստված է, և նրան թողնել և ուրիշի հետ զրույց անել արժան չէ։ Երկրորդ, աղոթքի վայրում չպետք է միմյանց նայել, որպեսզի սատանան չար բան չբերի մեր մեջ, հակառակ աղոթքի փրկության։ Երրորդ, պետք չէ նայել քաղցրահնչյուն ձայներին կամ դատարկ և ախտեղի խոսքերին, որպեսզի երգողը չհպարտանա և իզուր չաշխատի։ Չորրորդ, չպետք է ծիծաղել, այլ պետք է լալ, որովհետև դա լացի և արտասուքի տեղ է, ինչպես Տերն ասում է. «Վայ ձեզ, որ ծիծաղում եք, և երանի նրանց, ովքեր լալիս են և սգում են իրենց մեղքերի վրա»։ Ավետարան Ղուկասի 6-րդ գլուխ 28 համար։ Հինգերորդ, չպետք է խարբալել միտքը խոսքից, որովհետև աղոթքը խոսք է Աստծու հետ, պետք է և միտքն ու խոսքը միասին համապատասխանեցնել և զգուշությամբ աղոթել։ Վեցերորդ, չպետք է քնել աղոթքի վայրում, այլ պետք է արթուն մնալ, ըստ այն խոսքի. «Արթուն եղեք, որովհետև չգիտեք» Մատթեոսի ավետարան 24-րդ համար 42 համար։ 24-րդ գլուխ 42 համար։ Եվ եթե այստեղ քնես, ի՞նչ տարբերություն կա տանը քնելու հետ, և եթե քնելու համար ես գալիս, ավելի լավ է չգալ։ 7-րդ, չպետք է առանձնական աղոթքները աղաղակելով ասել, այլ պետք է սրտի մեջ աղոթել, ինչպես Մովսեսը ծնկները դրեց իր դեմքի առաջ և սրտի մեջ աղոթեց, որի պատճառով ասվում է. «Ինչու ես ինձ կանչում»։ Եվ Տերը սովորեցրեց. «Մտիր քո սենյակը և փակիր քո զգայարանների դռները»։ 8-րդ, չպետք է անուշադիր լինել աղոթքի խոսքերին, այլ պետք է ականջն ու միտքը աղոթքին հետևեցնել և այն, ինչ ինքը չի ասում բերանով, ուրիշների աղոթքները լսել և միտքը առնել, նույնպես և սուրբ գրքերը, երբ ընթերցվում են, ասում է առաքյալը, միտք դիր ընթերցվածներին։ 9-րդ, չպետք է շտապել, թե երբ դուրս կգաս եկեղեցուց, այլ որքան խնդրում են, այնքան էլ ստանում են, ըստ այն խոսքի. «Ով փնտրում է, նա գտնում է»։ Մեր Տերը ամբողջ գիշերը անց էր կացնում Աստծուն աղոթելով։ 10-րդ, չպետք է մտքում դնել, թե երբ աղոթքը վերջացնեմ, այս կամ այն չար բանը կանեմ, այլ պետք է այն պահել մտքում, որ նա, ով բոլոր պարտապաններին թողություն է տալիս, իրեն էլ թողնի։ Սա երկրորդ գլուխն էր։ Տեսնենք նաև երրորդը, այսինքն նախ փարիսեցու չար աղոթելը։ Եվ ասում ենք, թե փարիսեցու աղոթքը չար էր 10 կերպով։ Առաջին, որովհետև հպարտությամբ առանձին տեղ կանգնեց և ոչ խոնարհությամբ։ Երկրորդ, որովհետև բոլորի Աստծուն իմ ասաց, որի պատճառով Տերը սովորեցրեց ասել. «Հայր մեր, որ երկնքում ես»։ Երրորդ, որովհետև ասաց. «Գոհանում եմ քեզանից»։ Գոհանալը բարի է, բայց սա չար խորհրդով ասաց, իբր թե ամենևին մեղավոր չեմ։ Չորրորդ, որովհետև մարգարեն ասում է. «Որդի եմ ես և ոչ թե մարդ, նախատինք եմ մարդկանց համար» Սաղմոս 21-րդ գլուխ 7-րդ համար, իսկ սա ասում է մյուս մարդկանց պես չեմ։ Հինգերորդ, որովհետև ավետարանիչն ասում է. «Եթե ասենք, թե մեղք չունենք,
մեզ ենք խաբում և ճշմարտություն չկա մեր մեջ։ Հովհաննես ավետարանի առաջին ընդհանրական նամակ, առաջին գլուխ 8-րդ համար։ Իսկ սա ամենևին անմեղ էր ցույց տալիս իրեն, ասելով. «Մյուս մարդկանց պես չեմ, իբր թե ինձ մոտ մեղք չկա»։ 6. Աստված գործերը տեսնում է ըստ մարգարեի, իսկ սա կամեցավ Աստծու կանխագիտությունն անտեսել, իրեն արդար ձևացնելով։ 7. Առակախոսն ասում է. «Թող քեզ չգովի քո բերանը, այլ քո ընկերը»։ Իսկ սա ինքն իրեն գովեց, ասելով. «Տալիս եմ տասանորդը իմ բոլոր ստացվածքներից»։ 8. Բոլոր նրանց, ովքեր պահք էին պահում, չար համարեց և իրեն միայն արդար, ասելով. «Պահում եմ», իբր թե նրանք չեն պահում իր ընկերները։ 9. Ասում է. «Իմաստունը իրենց ճանաչողները իմաստուն են», իսկ սա իրեն մոռացավ և ուրիշների գովքը իրեն վերագրեց։ 10. Սրա առավել չարությունը սա է, որ մաքսավորին արհամարհեց, ասելով. «Այս մաքսավորի պես չեմ, որը ընկած էր Աստծու առաջ և խնդրում էր թողություն, իսկ սա նրան ոտքի տակ տրորեց և անարգեց»։ Իսկ դրա դիմաց մաքսավորի աղոթքը բարի էր 10 կերպով։ Առաջին. ինչպես փարիսեցին հպարտությամբ կորավ, ըստ մեր բնության նմանության, որը առաջին մարդը կորցրեց, իսկ մաքսավորը խոնարհությամբ գտավ, ինչպես Քրիստոսի խոնարհության միջոցով բարձրացանք, որովհետև Տերն ասում է. «Ով բարձրացնում է իրեն, պիտի խոնարհվի, և ով խոնարհեցնում է իրեն, պիտի բարձրանա»։ Երկրորդ. փարիսեցին իրեն մեծ համարեց բոլորից, իսկ սա իրեն բոլորից ցածր և վատ համարեց, ինչպես ասում է. չէր կամենում գլուխը վեր բարձրացնել, այսինքն իրեն չէր բարձրացնում։ Երրորդ. այնքան անարժան համարեց իրեն, որ նույնիսկ աչքերը դեպի երկինք չէր բարձրացնում, ըստ այն խոսքի. «Արժանի չեմ նայել և տեսնել երկնքի բարձրությունները»։ Չորրորդ. լալիս էր աղաղակելով, և սա կատարյալ զղջման նշան է։ 5. Կուրծքը ծեծում էր, և սա սրտի փափագի նշան է։ 6. Իրեն չգովեց, ինչպես փարիսեցին։ 7. Ասում է. «Աստված, քավիր ինձ մեղավորիս», այսինքն ազատիր ինձ, որ կապված եմ մեղքերով, կամ մաքրիր ինձ իմ հանցանքներից։ 8. Իր որևէ արդարություն չհիշեց, ինչպես փարիսեցին, և սա էլ մեզ համար պետք է անել, չասել մեր գործած արդարությունները։ 9. Փարիսեցուն մտքում չդրեց և նրա մասին չար բան չխոսեց։ 10. Խոստովանեց իր մեղքերը, որովհետև ովքեր խոստովանում են, կորցնում են այն, ինչ ասում են, ըստ այն խոսքի. «Ասա դու քո անօրենությունները, որպեսզի արդարանաս»։ Այսպես բարի է խոնարհությունը և այսպես չար է ամբարտավանությունը։ Մեկը աղոթքի սրբությամբ մատուցում է Աստծուն և արդարանում է, իսկ մյուսը ամբարտավանությունը և պղծում է իրեն, հակառակ Աստծուն իրեն ցույց տալով։ Սա երրորդ գլուխն էր։ Տեսնենք չորրորդը, այսինքն աղոթքի ձևը։ Առաջին, որ գլուխները դեպի երկիր խոնարհեցնում ենք։ Երկրորդ, որ ձեռքերը դեպի երկինք տարածում ենք։ Երրորդ, որ խաչը երեսներից վրա նկարում ենք։ Չորրորդ, որ կուրծքը խփում ենք ասելով. «Տե՛ր, ողորմիր», կամ «Աստված քավիր ինձ», ինչպես մաքսավորն էր ասում։ Առաջինը, որ գլուխները դեպի երկինք խոնարհեցնում ենք, ցույց է տալիս 6 բան.
Առաջին ցույց է տալիս, որ ամբողջովին հնազանդ ենք Աստծուն, որովհետև գլուխը գետնին ենք դնում և հողը համբուրում։ Երկրորդ ցույց է տալիս Ադամին, որ առաջ կանգուն էր և Աստծուն էր նայում, իսկ իր կնոջը լսելով գլուխը դեպի ոտքերը խոնարհեցրեց, ելավ դրախտից և ընկավ երկրի վրա։ Երրորդ ցույց է տալիս մեր Տիրոջը, որ երկնքից երկիր խոնարհվեց, վերցնելով հողեղեն մարմին և դարձյալ կանգնեցրեց Ադամին իր առաջին փառքի մեջ։ Չորրորդ ցույց է տալիս, որ այսպես անարգ հողից ստեղծեց մեզ իր կենդանի և բանական պատկերով, որպեսզի մտքում պահենք, որ հող ենք և խոնարհության մեջ մնանք։ Հինգերորդ ցույց ենք տալիս, որ հողը մեզ համար դայակ է, տուն և գերեզման, որից Աստված տալիս է մեր բոլոր պետքերը, և սա է մեր բնակությունը, որ հետո մեզ համար գերեզման է լինելու։ Վեցերորդ ցույց է տալիս, որ հողից ենք հարություն առնելու և կենդանացած Քրիստոսի առաջ դատաստանի առջև ենք կանգնելու։ Երկրորդ ձևը, որ ձեռքերը պիտի երկինք տարածենք 6 պատճառով։ Առաջին ցույց է տալիս, որ մեր աղոթքը ուղղված է Աստծուն, որ երկնքի և երկրի արարիչն է և բարձունքներում է բնակվում։ Երկրորդ ցույց է տալիս, որ մեր գործերը երկնքում են։ Երրորդ ցույց է տալիս, որ միտքս ձեռքերի հետ դեպի երկինք եմ բարձրացնում և Աստծու հետ եմ խոսում և նվիրում իմ աղոթքը։ Չորրորդ ցույց է տալիս, որ երկնային պարգևներն ու ողորմություններն եմ խնդրում և ոչ թե երկրավորը, ինչպես ինքն ասաց. «Խնդրեցեք Աստծու արքայությունը և արդարությունը, և երկրավորը ավելիով պիտի տրվի ձեզ»։ Հինգերորդ ցույց է տալիս, որ ինչպես Սիմեոնը Տիրոջը իր գրկում վերցրեց և խնդրեց ազատվել կապանքներից, և աստվածածին կույսը նրան իրեն գրկեց, այսպես էլ ես իմ սրտում եմ կրում և խնդրում եմ մեղքերի թողություն։ Վեցերորդ ցույց է տալիս խաչը, որի վրա Քրիստոս տարածեց իր ձեռքերը և հաղթեց սատանային, և մենք նրա հետ խաչակից խաչաձև ենք աղոթում, որովհետև մեր թշնամին օդում է, և նրա հետ ենք պատերազմում։ Երրորդ ձևը, երբ կանգնում ենք, խաչը երեսներիս վրա նկարում ենք, և սա 3 պատճառի համար է։ Առաջին, որպեսզի տարբեր լինենք այլազգիներից, որոնք խաչը չեն ընդունում, և պետք է իմանալ, որ մեկ ծնկի վրա 4 խաչ ենք նկարում։ Առաջին, խաչաձև դեպի երկինք ենք խոնարհվում, այսինքն ծնկները, 2 ձեռքերը և գլուխը դնում ենք գետնին։ Երկրորդ, ճակատով, երեսով և շրթունքներով հողը համբուրում ենք։ Երրորդ, կանգնած խաչը երեսներիս վրա նկարում ենք։ Չորրորդ, ձեռքերը տարածում ենք։ Եվ սա այն պատճառով, որ խաչը քառաթև է, կամ մեր 4 տեսակի մեղքերի թողության համար, կամ հոգու, մարմնի, մտքի և խոսքի պահպանության համար։ Երկրորդ պատճառ. խաչի նշանն անում ենք, որպեսզի հակառակորդը փախչի և չմոլորեցնի մեր խորհուրդներն ու զգայությունները։ Երրորդ ցույց է տալիս, որ խաչով Քրիստոս փրկեց մեզ մահից և դժոխքից և վերադարձրեց առաջին փառքին։ Չորրորդ ցույց է տալիս, որ խաչն է մեր բոլոր գործերի կատարումը, ինչպես Քրիստոսի համար խաչը եղավ ավարտը և մկրտությունը, հաղորդությունը և մյուս խորհուրդները խաչով են կատարվում, նույնպես և աղոթքը։ Հինգերորդ, որովհետև խաչով Սուրբ Հոգին իջնում է մեզ վրա, որովհետև խաչի պարգևն է Սուրբ Հոգին, ինչպես Ավետարանն է ասում. «Դեռ Հոգին չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր», այսինքն խաչված, և խաչի պատճառով Քրիստոսի Հայրը տվեց Սուրբ Հոգին
սուրբ առաքյալներին և այժմ էլ բնակվում է մեր մեջ։ 6. Մեր հարությունը և դատաստանը և բարիքների հատուցումը ըստ կատարվածի խաչով են լինում, որ սուրբ խաչը Քրիստոսի լույսով կազմված երկնքի հետ ծագում և կանգնում է Գողգոթայի վրա դատաստանի օրը, Քրիստոսի ուրբաթ օրը, ի պարծանք հավատացյալների և համոտ կուրացողների, որոնք անարգում են խաչի նշանը, և ապա կիրակի օրը, երբ փողը հնչի և մարդկանց հարությունը լինի։ Դրա համար այսօր պարծանքով և ծնկում ենք, խաչը մեր երեսների վրա դրոշմում ենք։ 4. ձևը, որ ձեռքերով մեր սիրտը բախում ենք, ասելով Տեր ողորմիր, սա է, որովհետև սրտով հավանեցինք և գործեցինք մեղքերը, և այժմ զղջացած հարվածում ենք այն և դարձյալ սիրտը անոթ է և տեղը չար խորհուրդների, բախելով դուրս ենք քշում դրանք այնտեղից։ Եվ Տեր մեղա ասելը անցածների հիշատակն է, Տեր ողորմիր ասում ենք ապագայի համար, որպեսզի այլևս չկործենք, Աստված քավիր, որովհետև մեղավոր ենք, ներկայի համար, որ մաքրում և քավում է մեր մեղքերը։ Դարձյալ, այս ասում ենք իդեմս Սուրբ Երկրորդության. Տեր մեղա, հորն ենք խնդրում, ինչպես անառակ որդին ասում էր. Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև, Տեր ողորմիր, որդուն ենք խնդրում, որովհետև նա ողորմեց մեզ և փրկեց։ Աստված քավիր մեղավորիս ասելով, Սուրբ Հոգուն ենք դիմում, որ իր շնորհներով թողնում է մեր մեղքերը և տալիս մեզ պարգևներ։ Այսպես պետք է աղոթել ամեն տեղ։ Որը արժանի թող դարձնի մեզ մեղավորի և մաքսավորի հետ մեղքերի թողության և արդարության, որովհետև արդարությունը բոլորի Տեր, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է և նրան փառք հավիտյանս ամեն։